Վտանգն անցավ, Բարկոսը։ Գիտեի, որ քեզ տեղ կտեսնեմ։ Շատ դաժան դասավորվեց այս ամենը։ Շատ։ Ու հազարավոր մարդկանց միջից մեր զավակները պետք է իրար հանդիպեին։ Չգիտեմ ինչ ասեմ, Վիկտորիա ջան, ոնց որ ճակատագրի հեգնանք լինի։ Երևի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ոնց եք։ Այդ հարցը ինձ թվում է մեզնից ոչ մեկին հարմար չի։ Ճիշտ եք ասում։ Իսկ Անգելինան։ Հանգստացավ։ Չնայած Հենրի գալուց հետո ներսը նորից խառնվեց իրար։ Տղես, արի մենք տուն գնանք։ Չեմ ուզում, մամ։ Ոլես խնդրում եմ։ Չէ, մամ, կներես։ Սիրելու իրավունք չունեմ։ Բայց այս միջանցքում կանգնելու իրավունք ունեմ, չէ՞։ Հետաքրքիր է այս գիշերով տենց պատրաստված ուր էիր գնում սոս։ Չէ, գժվել կարելի է։ Այստեղ ամեն րոպե մնալը վտանգներով լի է։ Լիլիթ, հոբան չի եղել այս ժամին զանգում ես։ Չէ, ամեն ինչ կարգին է։ Մի անհանգստացի։ Արդեն մարդու սիրտ է կանգնում գիշերային զանգերից։ Ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է։ Հա, կարգին է։ Ինչ ես հարցնում։ Ուղղակի չի կարելի քեզ զանգել։ Ես քեզ նոր չեմ ճանաչում, բալես։ Փորացավը տասա։ Աննան տանն է։ Չէ, տանը չի։ Բա ուր է գնացել։ Չգիտեմ, ես եկա տուն, ինքը արդեն գնացել էր։ Պարզ է։ Լավ, բարի գիշեր։ Զգում էի։ Դուք նշարեցիք, որ մարդիկ ինձ վստահ են։ Իրենց հետ ոչ մի բան չի կիսվում։ Չնայած դեռ ամենակարևորը չգիտի։ Էդ էլ որ իմացավ ինձ աչքով աչք չի ուզենա տեսնել։ Բայց իսկապես տեսնես ուր է գնացել։ Ու Լիլիթն ինչ էր հարցնում։ Պետք է համակերպվենք իրականության հետ։ Ու ընդունենք ոնց կա։ Իսկ ուրիշ տարբերակ ունենք։ Չէ, ցավոք չկա։ Ինձ կներեք, ես արդեն գնում։ Աննա Բակրատովնա, ձեր այս վիճակում պետք չի ստեղ երկար մնալ։ Գնացեք։ Վիկտորիա ջան, երեխեք ամեն ինչ մոռանալ են տալիս։ Դուք հրաշալի մայր եք, ուղղակի հիանում եմ ձեզանով։ Ես էլ նույնը ձեր մասին կարող եմ ասել։ Լավ մնացեք։ Մեր հրեշտակին լավ նայեք։ Հենց այդպես էլ անում ենք։ Շնորհակալ ենք։ Հաջողություն։ Շատ մեծ սիրտ ունի ես կինը։ Ուրիշը լիներ, հիմա որ իմանար ամուսինը ուրիշ կնոջից երեխա է ունեցել, համ ամուսնուն կատեր համեն է երեխուն։ Ճիշտ ես, շատ ճիշտ ես։ Հրեշտակի պես քնած ես։
Չարժեր գալ մեր դպրոցում մեր օրը փչացնել։ Քո օրը չէ, բայց քո կյանքը կարա փչանա։ Եթե չասես ով ես ու ինչ գործ ունես Աննայի հետ։ Լսողության հետ կապված խնդիրներ ունես։ Աննայի ներկայությամբ քեզ ասվեցի ես ով եմ։ Ավելի վատ քո համար, որովհետև ասածներիդ ու արածներիդ համար պետք է պատասխան տաս։ Աննան իմն է։ Ես այսքան ժամանակ սպասել եմ, որ ինքը դպրոցն ավարտի ու մենք ամուսնանանք։ Հասկացա՞ր։ Աննան չի կարող անելի։ Մենք սիրում ենք իրար։ Այս դպրոցական անկեղծ ու մաքուր սերը։ Ես ինչ հեքիաթներ ես պատմում, արա։ Ես ու Աննան սիրում ենք իրար։ Աննայից հեռու ես մնում ու խնդիր չես ունենում։ Դու ոնց որ պահի լրջությունը չես ջոկում։ Եթե մի անգամ էլ Աննային ու քեզ կապեցիր իրար, քիթ մռութդ կջարդեմ։ Ու եթե մինչև այսօր իմ մասին չես իմացել, ուրեմն խաբված ես եղել։ Բախտը քեզ ժպտաց, բայց դու հետ չգնահատեցիր։ Դու տենց էլ չհասկացար, որ մի կան շախունցի դեմ հելլողը չի ապրում։ Ու հատկապես իրա սիրած աղջկան մոտեկողը չի կարա սաղ մնա։ Աննան իմն է։ Եվ որ շնորհք ունենա, կհելնի կկանգնի, կասի ով է, մենք էլ կիմանանք։ Սոս Բերբերյան։ Ինչ? Խնդրեմ նստեք։ Ես ու իմ գոլեգաները ձեզ շատ սպասեցին։ Միքայել, միգուցե նստենք։ Գոլեգաները շատ նստած են։ Մի ամբողջ կյանք էի ապրել այս պահի համար։ Քեզ կառավարի Միքայել։ Չի կարա սենց բան լինի։ Սենց որ շարունակ ու ես կարող ինֆարկտ դասնեմ։ Գործընկերներիս հետ կհասցնեմ ծանոթանալ ու շփվել։ Անցնենք մեր բուն թեմային։ Կառավարի քեզ Միքայել, խորը շունչ քաշի, թող թթվածին ու հասնի ուղեղիդ։ Ես ծուղակն եմ գցել, հա։ Բազմիցս տեղեկացել եմ, որ դուք շախունցները ցանկություն եք հայտնել հանդիպելու ոսկու հանքերի 70% բաժնետոմսերի բաժնետիրոջ հետ։ Ահա ես, Սոս Բերբերյանս, ձեր առջև նստած եմ։ Ինչ հարցեր ունեք։ Ասելիք չունեք, թե ասելիքները շատ են։ Միգուցե հարցերն եք դասակարգում։ Ես կսպասեի, բայց աներս Բագրատ Լալայանը, հիվանդանոցում։
առանց ինձ չի կարողանում։ Սոսի ձենն է, հա, կաշների մեջ։ Իսկ կարող եմ իդ սրտիդ մեջ նայես։ Հոգին էլ տակ-տակ նստել է սրտիդ մեջ։ Միքայել։ Այսքան ժամանակ է անցել։ Մի ամբողջ ավվերժություն։ Բայց դու դեռ շարունակում ես այդ ձայնը անդրշիրիմից լսել։ Մի րոպե կթողնես, ես խոսեմ։ Ինչքան անարդար կյանք է։ Ես քո վիճակով քեզ ընդունեմ։ Քեզ ներեմ, որ դու տարիներ անց սոսի ձայնը լսես։ Քանի որ դուք չեք կողմնորոշում, թե ինչ եք ուզում, կասեմ ես ինչ եմ ուզում։ Ես ուզում եմ բաժնետոմսերի մնացած 30%-ը։ Չեմ կարա, ինչքան էլ դժվար լինի, ես քեզնից պիտի հեռու մնամ։ Կներեք, հազար անգամ կներեք, ուղղակի չկարողացա չմտնել ու չտեսնել։ Հասկանում ենք, բայց պետք չի, որ արթնանա և քեզ այստեղ տեսնի։ Ճիշտ եք ասում։ Ես հիմա կգնամ ու ինքը ինձ էլ չի տեսնի։ Բայց դուք էլ ձեր հերթին պետք է խոստանաք, որ ամեն ինչ կանեք, որ մոռանա իմ գոյության մասին։ Տղա ջան, դու էլ նենց պետք է անես, որ մոռանաս Անգելինային։ Մենք չենք ուզում, որ դու էլ տառապես։ Խնդրում եմ ինձ տեղակ կպայեք Անգելի վիճակի մասին։ Անպայման, դու մեզ հետ կապի մեջ մնամ, ես ինֆորմացիա կտամ Անգելի վիճակի մասին։ Դե լավ մնացեք։ Տղես պայմանավորվեցինք, չէ՞։ Պայմանավորվեցինք։ Որ այդ գաղտնիքը Անգելինան երբեք չպետք է իմանա։ Չի իմանա, մի անհանգստացեք։ Այդ գաղտնիքը ինձ սպանեց, ավել զոհեր պետք չէ։ Ման ջան, կարող եմ նստես ու խաղաղվես։ Ես կխաղաղվեմ, երբ հայրդ տուն գա։ Ախր ման ջան, դու իր տարածությունը սահմանափակում ես։ Քաջ գիտակցելով, որ ինքը դրանից ավելի անի արդայնանում։ Զանգի բան ես, զանգի տես երբ է գալու։ Մամ, մեկ-մեկ ինձ թվում է, որ դու ուղղակի ինձ չես լսում։ Ու քո խոսքը դրա վառ ապացույցն է։ Մեկը դու մեն մեզ են համոզման, որ պապայի ամեն քայլը պետք է հասկես։ Լավ, ինչ դժվար բան եմ խնդրում։ Ընդամենը զանգի տես ուր ում հետ է, երբ է գալու։ Ոչ մի բարդ բան չկա։ Ուղղակի մի ամբողջ անկետ է պետք է լրացնեմ։ Տղես լսի, դու պետք է ինձ պաշտպանես։ Թե չէ հերդ կմոռանա, որ տունը իրեն սպասող կին կա։ Ուղղակի չեմ հասկանում ինչի համար է քո այս վախը, քո այս լարվածությունը։ Սենց նայում եմ քեզ
Տեսնում եմ, որ վախեցած ես։ Մտածում եմ, որ վախենում ես պապային կորցնես։ Լավ, չես ուզում մի զանգի։ Մամ ջան, ուղղակի դու գիտես, որ պապան չի սիրում այդպիսի բաներ։ Ես էլ շատ բան չեմ սիրում։ Հա։ Հատկապես Հայաստանում ուստեղի ապրող մարդկանց, չէ՞։ Կարող եք ինձ բացատրել ինչ գաղտնիք եք ինձանից թաքցնում։ Մենակ թե չասես, որ ոչ մի գաղտնիք չկա։ Ես այդ հեքիաթներին արդեն վաղուց չեմ հավատում։ Օրինակ նորմալ է, որ դու քրոջդ հետ չես շփվում։ Ձեր ընտանիքների միջև ոչ մի կապ չկա։ Չեմ հասկանում ինչ ես ուզում ասել։ Ուղղակի ուզում եմ հասկանալ ինչ անհասկանալի հարաբերություններ են մորաքրոջս ընտանիքի հետ։ Եվ վերջ։ Դե տեսնում ես էլի այդ ընտանիքը։ Դրանք շփվելու մարդիկ են։ Լավ բան ես, խնդրում եմ զանգի պապային, հա։ Կառավարի քեզ։ Այս ամեն ինչը պետք է իր բացատրություն ունենա։ Ինչ կասեք։ Մենք ոչինչ չունենք քեզ տալու։ Ասեմ ավելին։ Շուտով այդ 70%-ի 7%-ն էլ քո մեջ չի լինելու։ Իմիջելուց լավ ես պահպանվել այն աշխարհից հետ եկողի համար։ Նույնը չի ասի քո մասին։ Հալից ընկել ես։ Մարդասպանի խղճով ապրելը դժվար բան է, չէ՞։ Կնճռոտել ես։ Իսկ մեռածի խղճով ապրելը ոնց էր։ Հարգելին է ժողովը ավարտված է, կարող եք գնալ, Միքայել։ Բայց մինչև ցրվել եկեք մի հատ ծափարենք Սոս Բերբերյանին։ Շատ լավ ներկայացում է իր բեմադրել։ Բայց մի տեսակ չհավատացի։ Երբեմն մարդիկ մեռնում են առանց հրաժեշտ տալու, առանց վերջին խոսքի իրավունքի։ Բայց ուրախ եմ, որ մեր հերոսը վերադարձել է, որ մեր սրտի խոսքը լսի։ Բայց այսօր չէ, այսօր մի տեսակ մարդաշատ է։ Գնանք, պապ։ Իհարկե գնանք։ Այնուամենայնիվ ես կսպասեմ զանգին, վերջին զանգին։ Մեր վերջին զանգը կարա կոստացած վերջին զանգը լինի։ Ես չգիտեմ դու ոնց ես ողջ մնացել, բայց սխալ ես արել, որ մեռյալների աշխարհից վերադարձել ես։ Ներողություն եմ խնդրում շախմունցների ոչ ադեկվատ պահվածքի համար։ Ազատ եք։ Չապես։ Փառք Տիրոջը։ Վերջապես տեսնում ենք քո գեղեցիկ աչուկները։ Անդրենա, գիտես ոնց ես մեզ վախեցրել։ Հալեոս երբեք տես բան չանես, բալես։ Տեն դաժան չվարվես մեզ հետ։ Հենրինորա։ Ով։ Հենրին։ Ուրա Հենրին ինքը ստեղ էր։
Չէ, բալես, Հենրին ստեղ չի եղել։ Քեզ թվացել է, կամ էլ երազ ես տեսել։ Հենրին ստեղ է եղել։ Ես զգացել եմ այդ։ Իրա ձայնի հիմա կանջներում է։ Չէ, բալես, Հենրին ստեղ չի եղել։ Դու իզուր քեզ մի տանջի։ Վիկա։ Կլինի ինձ չխաբեք։ Կլինի ինձ չցավացնեք նորից, ասեք որտեղ է։ Բալես ինչ կուտես, ես թվում է քաղցած կլինես։ Ես բժշկի հետ կխոսեմ, տեսնեմ ինչ են թույլ տալիս, որ դու ուտես, ես կգնամ կբերեմ։ Մամա։ Դե ես թվում է ուտելիքի մեջ սահմանափակում չի լինի։ Ինձ խելագարության մի հասցրեք։ Ասեք, որ ստեղ է եղել։ Այո։ Այստեղ է եղել Հենրին։ Եվ շատ էր անհանգստանում քեզ համար։ Շնորհակալ եմ, պապ։ Ինչի հանդիպեցի քեզ։ Ինչի համար ապրեցի այդ բոլոր սիրուն պահերը։ Ում համար էր այդ ամեն ինչը, եթե պետք է պառապեմ։ Ինչի սիրեցի, ինչի երազեցի, ինչի հավատացի։ Եթե այդ ամեն ինչը պետք է դառնար հիշողություն։ Նույնիսկ որպես հիշողություն չեմ կարող պահեմ իմ մեջ։ Ես դրա իրավունքը չունեմ։ Մամ։ Եկել ես արդեն տղես։ Ճիշտ արեցիր։ Պետք չէր, որ հիվանդանոցում մնայիր։ Իրականում ուզում էի մնայի մոտը, մամ։ Հասկանում եմ։ Բայց ճիշտ չէր լինի, որ Անգելինան աչքերը բացեր ու առաջինը քեզ տեսներ։ Դու մենակ չես։ Ես քո հետ եմ։ Հոգնել եմ, մամ, շատ եմ հոգնել։ Գիտեմ տղես։ Բոլորիս կյանքում էլ դժվարություններ լինում են։ Բայց մենք պետք է ուժեղ լինենք ու հաղթահարենք։ Ոնց։ Անգելին մահվան դուռը հասցնելով։ Այ մի ասա, մի հիշացրու։ Չգիտեմ ինչ կանի, եթե ճշմարտությունը իմանա, որովհետև իր իմացած ճշմարտությունը ոչինչ է իմ իմացած իրականության դեմ։ Դու ուժեղ ես տղես։ Դու պիտի քեզ ճիշտ պահես։ Հիմա Անգելինայի ապագան շատ հարցերում քո ճիշտ պահվածքից է կախված։ Ինչ կլիներ, մամ։ Ինչ կլիներ, եթե Անգելի ծնողները ուշանային։ Բայց փառք Աստծո չեն ուշացել, չէ՞։ Հիմա լավ է երեխան։ Լավ չի։
Մենք երկուսս էլ երբեք լավ չենք լինի։ Չի լինում, սենց բան չի լինում, սենց բան չի լինում, Այդ հատ հանգստացել գլուխս պայթեց արդեն։ Ամենավատ երազում չէի կարա սենց բան պատկերացնեի։ Լսի կարող է դժողքում ենք, ես տեղյակ չեմ։ Ես քեզ կասեի, որ 100% հանուց իրականությունից էլ ավել էր սա։ Ես դու ոնց է ողջ մնացել։ Ոնց է դարել Բագրատի պես են։ Լավ, այսքան ժամանակ ուր է նայել իմ աչքերը։ Ուր են նայել իմ աչքերը, Տեր Աստված։ Հավաքի թղթերը, հավաքի։ Ու հանգստացի։ Այսքան ժամանակ դրանք ծրագրեր են կազմել մեր քթի տակ, ու մենք ոչ մի բան չենք իմացել։ Ավելին ասեմ, չենք է կասկածել։ Կարաս մի փոքր հանգստանաս։ Այդ տակարանությամբ հարցեր չեն լուծում էլի։ Մի քիչ չես զսպի։ Քթի տակ մարդիկ աշխատել են։ Տեսար ոնց են աշխատել։ Կարաս քո էմոցիաները զսպես։ Դե ինչը զսպեմ, սրանից լավ ոնց զսպեմ։ Եթե չզսպեի, պապ, դրա շտապօգնության մեքենայով հիմա մորգ կտանեին։ Միքայել ջան, նախ պետք է պարզել։ Ոնց է դա ողջ մնացել։ Ու ինչի է մեռած ձևացել։ Ես այսքան տարի ապրել եմ այն խղճի խայթով, որ ես մարդասպան եմ։ Մարդասպան եմ, որ ձեռներս արյան մեջ է տատակված։ Բայց պարզվում է։ Դեսի տղա ջան, ստե քննարկելու տեղ չի։ Արի նստի մեքենան գնացինք։ Դուր բանալները։ Լավ էլի պապ, ես կքշեմ։ Այդ վիճակով դու չես կարող քշես, դուր բանանը ես կքշեմ։ Չէ, նստի ավտոն։ Միասին են գնալու, հավաքի թղթերը միասին գնացինք։ 70%։ Չէ, մի չէ։ Ցանել չէ, փրծած մածուն։ 70%։ Այդ աշորը դեցրա։ Մեր պատերազմի մեկնարկը տրված է Միքայել Շախունց, ինչ հաճելի էր տեսնել քեզ շփոթված ու զարմացած, նայել քեզ վերևից ու զգալ սեփական անձիազորությունը։ Ասա արամ, Պապ, երբ տուն կգաս։ ինչի մամատա ճնշում։ Ճնշման չափը պատկերացնում եմ, եթե արդեն զանգել ես։ Գործերս կավարտեմ կգամ։ Ինչ ասաց, երբ ա գալիս։ Մամ ջան, ինձանից քեզ խորհուրդ։ Պապային այդքան կոնտրոլի տակ մի բայ։ Էդի վնաս քեզ ա լինելու։ Դրանք իրենց կարճ խելքով մտածել են, որ եթե իմանանք ողջ է, կյանքը վտանգված կլինի։ Դու ճիշտ էլ մտածել են, է։ Վստահ չեմ, որ դրան չէի սպանի։ Ու այդ արդեն կանեմ գիտակցված։ Բայց իմաստը տղա ջան։ Ես չգիտեմ իրադարձությունները ոնց կզարգանար, եթե դա ողջ մնար։ Շատ ավելի լավ կլիներ ընդհանրապես քո համար, ասեմ իմանաս։ Կգար իր Աննային ու երեխին կվերցներ ու կգնար։ Դու մեծ կատնակեր երեխի կհանդիպեիր, մեծ աղջկա կսիրարվեիր, կհամուսանայր, ընտանիքը կազմեիր։ Տեղի երջանկությանն էլ վայից չէիր ելնի, չէիր գողանա երեխու ձեռքից։ Շատ լավ ես ասում, պապ ջան, Հայկյատյան նման մի քիչ էլ։ Ուղղակի սերս կատ չէր, որ ուզածը տպային խանութից առնեի։ Ես հիմա մտածում եմ ոնց եմ նայելու Աննային, որ տուն հասնեմ։
Ինչի մենակ Աննայի, բա ինչ շպիոն անետը։ Ըստ քեզ ինքը գիտի։ Միքայել, մոռացար։ Ոնց էր շպիոնություն անում, ոնց էր զանգում աղբոր հետ խոսում ինֆորմացիաներ փոխանցում։ Աղբերներ վեր էր տրնում, որ հեսա գալիս է բաժնետերը, հեսա գալիս այն այկավ տեսանք։ Այն ժամանակ ատում էր այդ լակոտին։ Հիմա ինքն է լակոտի պես մտել դրա թևի տակ։ Ինչ զարմանում եմ այդ անողնաշարը ոնց է ամուսնացել Աննայի քրոջ հետ։ Բա, պապ ջան, հարցերը շատ են։ Բայց ոչինչ կպարզենք։ Մենք մեզ կմաքրենք մեր թշնամիներից։ Կարևորը ես վստահ լինեմ, որ Աննան անտեղի է եղել այս պատմությանը, որ ինքը չկա այս մեծ խաղի մեջ։ Երեխեքին դժբախտացրեցի, այլ նենց աման գալիս, ոնց որ ոչ մի բան չի եղել։ Հենդո ջան, եթե ինչ-որ բան է պետք, ասա տան։ Ոչ մի բան էլ արկավոր չի։ Ես երկար մտածեցի եք այն համոզման, որ ոչ ոքի պետք չի վստահել։ Ընդհուպ մինչև մի բաժակ ջուրը քո ձեռքով պետք է լցնես ու խմես։ Կներես, պապ, բայց մենք արդեն քանի տարի է Անետի ձեռքի հացն ենք ուտում։ Ինձ թվում է դրա համար ամենակիչը պետք է շնորհակալ լինենք իրան։ Չէ, բալես։ Ինձ պաշտպանել պետք չի։ Հանգիստ։ Ուրեմն լսի Հարսիկ ջան, երկար տարիներ է պահանջվում վստահության, ու հետո մեջքից խփելու համար քեզ վերևում կսպասեմ։ Դու իմացել ես դրա գոյության մասին։ Չէ, դժվար։ Եթե իմանայիր, ես կան տարի հանգիստ հետս չէիր մնա։ Բայց այ դու շատ բան գիտես, օծ։ Միքայելի պահվածքը, Հենդոյի ասածը։ Չէ, այս ամենը ապացուցում են, որ Սոսի հետ հանդիպումը տեղի է ունեցել։ Ավակ ինչ ես խոսում։ Չես լսում ինչ եմ խոսում։ Պետք չի խաբել երեխուն։ Հա, Հենրին եղել է այստեղ, հետո ի՞նչ է փոխում։ Ավելի շատ ցավ ես պատճառում։ Ոչ մի բան չի փոխվում։ Սխալվում ես, մամ։ Ինձ ուրախացնում է այն փաստը, որ Հենրին եկել է։ Ուրեմն դեռ ինձ սիրում է։ Մի խոսա։ Ուրեմն իմ կյանքի իր համար արժեք ունի։ Էս էիր ուզում ավակ։ Անգելինա մի տանջի ոչ քեզ, ոչ մեզ։ Դու հալը մի հատ ասա, ինչի համար էիր ինքնասպանության փորձ անում։ Դու հասկանում ես ինչ կարող է լինել, եթե մենք ժամանակին չհասնենք։ Ես հուսահատվել էի։ Ապրելուս իմաստը չէի գտնում։ Դու միշտ խելացի ես եղել իմ աղջիկ։ Դրա փոխարեն խոսեիր, զրուցեիր մեզ հետ։ Դու միայն քո կյանքի դեմ չես ոտնձգություն արել, Անգելինա։ Դու նաև մեզ էիր զրկելու կյանքից։ Այդ անելուց առաջ մեզ պետք է այն աշխարհ ուղարկեր։ Մենք առանց քեզ չենք կարող ապրել։ Կներեք ինձ։ Այլևս նման քայլի մասին չեմ արձակվեց նույնիսկ մտածել։
ծնող մի ոչնչացրու։ Դու հասկացի, որ այդ հարվածին ոչ ես կդիմանամ, ոչ ավակը։ Անգելինայի համար էլ շատ ուժեղ հարված լինելու։ Խնդրում եմ, հանկարծ մտքովդ չացնի, որ մի օր Անգելինային կասես ճշմարտությունը։ Խոսք տուր, խնդրում եմ։ Խոստանում եմ։ Հանգիստ թողեք ինձ, ոչ մեկիդ լսել չեմ ուզում։ Խնդրում եմ չմերժել բժիշկ ջան։ Չի թույլատրվում, բայց հատուկ քեզ համար բացառություն կանենք։ Իմացի, որ ես կյանքում ավան հարցը։ Հավանականությունը քիչ հասախալ լինելու, բայց ես ինձ հետագայում չմեղադրելու համար բոլոր ճանապարհներով պիտի գնամ։